20-րդ դարի ամենաառեղծվածային ողբերգական դեպքը մինչև օրս բացահայտված չէ, խորհրդային տարիներին նման դեպքերի մասին բարձրաձայնելն ընդունված չէր, քրեական գործը փակվել է, բոլոր փաստաթղթերը հայտնվել են հույժ գաղտնի արխիվներում, գործում ներառված լուսանկարիչը կարճ ժամանակ անց ավիավթարից մահացել է, իսկ դիահերձող բժիշկներին արգելվել է խոսել։ Ինչ էր անում արշավախումբը Հյուսիսային Ուրալի 1100 մետր բարձրությամբ մահացածների սարում։ Արդյոք Դիատլովն իր խմբով շեղվել էր հաստատված երթուղուց, հայտնվել գաղտնի տարածքում և լիկվիդացվել։ Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Ողջույն, այսօր կխոսեմ 20-րդ դարի առեղծվածային մի դեպքի մասին, որի բացահայտման շուրջ մասնագետներն աշխատում են մինչև օրս, սակայն ողբերգության պատճառը շարունակում է անհայտ մնալ։ Եվ այսպես Հյուսիսային Ուրալում 1100 մետր բարձրությամբ սար կա, որը տեղաբնակները կոչում են մահացածների սար։ Այստեղ բազմաթիվ մարդիկ են անհետ կորել, հայտնաբերվել է մոտ 27 մարդու մարմին, որոնք մահացել են անհայտ պայմաններում։ Սարն ամենավտանգավոր, անոմալ երևույթների մեջ լիդեր է։ Ավելին, այստեղ երկար տարիներ ապրել են շամաններ, որոնք իրենց աստվածու համար զոհաբերություններ են արել, 9 կենդանի էակներից հիմնականում մարդկանցից։ Սակայն ամենաաղմկալից, ամենատարօրինակ ու ամենաառեղծվածային դեպքը տեղի է ունեցել 1959 թվականին, երբ սար է բարձրացել ուսանողներից կազմված մի արշավախումբ, որի ղեկավարը եղել է Իգոր Դիատլովը։ Այս անցուղին հիմա կոչվում է նրա անունով։ Սկզբում խմբում եղել են 10 հոգի, սակայն ճանապարհին մեկը ոտքի վնասվածք է ստացել և չի շարունակել վերելքը։ Մնացած 9 եղել են Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներ, որոնք շատ տարօրինակ ժամանակ են ընտրել սար բարձրանալու համար փետրվարի 2-ին։ Գաղտնիք չէ, որ ձմռանը սար բարձրանալը մի քանի անգամ դժվար է։ Նրանք ընտրել են շատ բարդ երթուղի, որը եղել է ամբողջովին անմարդաբնակ։ Գետերը եղել են սառած։ Բացակայել է անտառային գոտին, իսկ ուղին եղել է քարքարոտ։ Հատկանշական է, որ խմբի անդամների վարքագծում եղել են բավական տարօրինակ երևույթներ, օրինակ, թողնելով ավելի մատչելի անտառոտ հատվածները, նրանք շարժվել են վտանգավոր թեքություններով։ Բոլոր լեռնագնացները գիտեն, որ անտառում ավելի տաք է և չկա քամի։ Արշավի հենց առաջին օրը, երեկոյան ժամը 5-ին, երիտասարդները որոշել են ծովի մակերևույթից 1079 մետրի վրա վրաններ տեղադրել և գիշերել։ Սակայն նրանք չգիտեն, որ այդ գիշերը իրենց համար վերջինն է լինելու, և հետագայում այդ անցումը կոչվելու էր իրենց անունով։ Ըստ նախանշված պլանի փետրվարի 12-ին արշավը պետք է ավարտված լիներ, սակայն միայն 8 օր անց փետրվարի 20-ին ինստիտուտի ղեկավարությունը հասկանալով, որ արշավախմբից ոչ մի տեղեկություն չկա, որոշում է որոնողական խումբ ուղարկել։ Փետրվարի 26-ին սարի արևելյան լանջի վրա փրկարարները վրան են հայտնաբերում, որն ամբողջովին լինում է ուղղահայաց և պատառոտված։ 500 մետր ներքև հայտնաբերում են մարդկանց ոտնահետքեր, շատերինը բոբիկ։ Ավելի ուշ վրանից 1,5 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվում են 2 կիսամերկ դիակներ, իսկ ընդամենը 300 մետր այն կողմ գտնում են խմբի ղեկավարի Դիատլովի մարմինը, ամուր բռնած կեչու ծառից։ 180 մետր այն կողմ նորից 2 դիակներ, դեմքով գետնին պառկած, սողացող դիրքով։ Ոչ մեկի վրա քերծվածք չի լինում։ Նախնական եզրակացությունը եղել է այն, որ նրանք մահացել են ցրտից, սակայն մի շարք հարցականներ են մնացել, թե ինչու են երիտասարդները դուրս եկել վրանից, ինչու են ոմանք եղել կիսամերկ և ինչու է նրանցից մեկն ունեցել գանգի կոտրվածք։ Արշավախմբի մյուս անդամներին գտնելու համար 2 ամիս որոնողական աշխատանքներ են տարվել, արդյունքում գտել են ևս 4 մարմին, որոնցից 3-ը ծանր վնասվածքներով։ Մեկի մի քանի ողերը կոտրված են եղել, մեկ ուրիշի մոտ դեմքի հատվածում արյան զեղումներ և գանգի կոտրվածք է եղել։ Բոլորի հագուստը եղել է կտրտված։ Միայն 2 հոգու ձեռքին է ժամացույց եղել, դրանք եղել են կանգնած գրեթե նույն ժամին։ Մահացածների մարմինները եղել են մանուշակագույն, կարմիր և ծիրանագույն։ Ըստ մասնագետների, անգամ երկար ժամանակ ձյան տակ մնալու դեպքում մաշկը չպետք է ձեռք բերեր նման գույն։ Եվ ինչն է տարօրինակ, որ կոտրվածքների հատվածում մաշկը չի ունեցել ոչ վերքեր, ոչ քերծվածքներ, ոչ էլ արյան զեղումներ, սակայն նրանք մահացել են լուրջ տրավմաներից։ Տարօրինակ է, որ արշավախումբը նույնիսկ չի փորձել վառարանը վառել, իսկ 1,5 կիլոմետր բոկոտ ընկայլելուց ոչ մեկի ոտքերը վնասված չեն եղել, իսկ ովքեր գուլպա են կրել, դրանք պատռված չեն եղել։ Եթե նրանց քշել է քամին և նրանք տեղաշարժվել են օդով, ապա որտեղից ձյան վրա ոտնահետքեր։
Նրանց ձեռքերում եղել են ծառի ճյուղեր, որոնք կտրված են եղել ոչ թե սղոցով, այլ դանակով։ Աղջիկներից մեկի բերանում լեզուն չի եղել, սակայն կոկորդը վնասված չի եղել։ Վրանում եղել է 7 զույգ կրկնակոշիկ, երկուսինը բացակայել է։ Ոմանց կողքին հայտնաբերվել են տաք հագուստներ, որը նրանք չեն կրել։ Խառույկը եղել է մարած այն դեպքում, երբ կողքը փայտ է եղել։ Ոմանց շորերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պարունակել են ռադիոակտիվ ճառագայթներ։ Այսպիսով մինուս 30-ի տակ երիտասարդները եղել են կիսամերկ, հարց, ինչ նպատակի համար են նրանք հանել հագուստները։ Բազմաթիվ մասնագետներ տարիներ շարունակ զբաղվել են այս առեղծվածի բացահայտմամբ եւ առաջ են քաշել տարբեր վարկածներ։ Առաջինը, որ իջել է ձյան հզոր շերտ եւ ուսանողները դուրս են փախչել, որպեսզի փրկվեն։ Չնայած տարածքում ձյան սողանք չի հայտնաբերվել, ավելին ձնաբքից մահացած մարդկանց բերանի մոտ սառույց է առաջանում, որը չի ֆիքսվել։ Երկրորդ տարբերակով նրանք հանդիպել են քրեական անցյալ ունեցող մեկին եւ վեճ է սկսվել, սակայն ոչ մի կռվի եւ պայքարի հետք չի հայտնաբերվել։ Թանկարժեք իրերը, ժամացույցները, լուսանկարչական ապարատները եղել են տեղում։ Տեղաբնակները չեն նկատել նման մարդու ներկայություն։ Տարբերակ երրորդ՝ տիեզերական կամ ռազմական հրթիռի առկայություն։ Միգուցե ուսանողները նկատել են ինչ-որ հրթիռ եւ դուրս են վազել նայելու։ Քանի որ ոմանց հագուստի վրա հայտնաբերված է եղել ռադիոակտիվ նյութ եւ մաշկը եղել է տարօրինակ կարմրադեղնավուն, սկզբում սա թվացել է ընդունելի տարբերակ, սակայն պարզվել է, որ այդ օրերին ոչ կոսմոդրոմից, ոչ էլ որևէ այլ ռազմական օդանավակայանից բալիստիկ հրթիռ բաց չի թողնվել։ Դրանք առաջին անգամ բաց են թողնվել 1959 թվականի դեկտեմբերին, այսինքն դեպքից 10 ամիս անց։ Եվ ամենակարևորը, ոչ հրդեհի, ոչ էլ հրթիռի ընկած վայրի հետք չի հայտնաբերվել։ Չափազանց տարօրինակ են նաև 4 ուսանողների ծանր կոտրվածքները, որոնք սովորաբար սարից իջնելուց չի լինում։ Տարբերակ չորրորդ՝ այլ տիեզերական օբյեկտի առկայություն։ Ուսանողները հնարավոր է նկատել են վառվող գունդ, շտապ դուրս են եկել վրանից եւ վազել դեպի անտառ ու հայտնվել հարվածային ալիքի տակ։ Ի դեպ, այդ վառվող գնդի մասին խոսել են նաև տեղաբնակները, ասել, որ դրանք ժամանակ առ ժամանակ տեսանելի են եղել, սակայն այստեղ էլ կան հարցեր։ Ինչու է հարվածային ալիքը վնասել միայն 4-ին, իսկ մյուսներին ոչ։ Հինգերորդ տարբերակով տեղի է ունեցել ատոմային պայթյուն, քանի որ խորհրդային տարիներին փորձարկվում էր ատոմային զենք։ Սակայն միայն 3-ի հագուստի վրա է եղել ռադիոակտիվ ֆոն, իսկ լուսանկարչական ապարատի երիսը վնասված չի եղել։ Ավելին, մարմինների հետազոտությունը ճառագայթում ցույց չի տվել։ Չնայած կա նաև ուլտրաձայնի հետ կապված տարբերակ։ Նշվում է նաև, որ տարածքի հարևանությամբ կալանավայր է եղել, եւ հավանաբար քրեակատարողական հիմնարկից դատապարտյալներ են փախել եւ նրանք են սպանել արշավախմբի անդամներին, սակայն այդ դեպքում վերցված կլինեին նրանց հագուստներն ու իրերը, դրանք տեղում են եղել։ Նշենք, մահացածներից 4-ին հուղարկավորել են ցինկի դագաղով։ Այսօր ամենահավանական տարբերակ է առաջ քաշվում այն, որ ուսանողները պատահական վկա են դարձել գաղտնի ռազմական փորձարկումների եւ ոչնչացվել են։ Խորհրդային տարիներին նման դեպքերի մասին բարձրաձայնելն ընդունված չի եղել եւ հայտարարվել է, որ ուսանողները մահացել են տարերային ուժի ազդեցությունից եւ քրեական գործը փակվել է։ Այս գործով բոլոր փաստաթղթերը հայտնվել են հույժ գաղտնի արխիվներում, իսկ գործում ներգրավված լուսանկարիչը կարճ ժամանակ անց ավիավթարից մահացել է։ Իսկ դիահերձող բժիշկներից ստորագրություն է վերցվել, որ նրանք այս գործի մասին պարզապես լռեն։ Այսպիսով, ամենայն հավանականությամբ Դիատլովն իր խմբով շեղվել է հաստատված երթուղուց, հայտնվել գաղտնի տարածքում եւ լիկվիդացվել։ Աշխատանքներն այս ուղղությամբ դեռ շարունակվում են եւ միգուցե կլինեն նոր եւ անհավանական տարբերակներ։ Ամեն դեպքում սա համարվում է առեղծվածներից ամենատարօրինակը։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։